Երկու կարևոր բան կա, որ մարդը միշտ պետք է դրանց շուրջ մտածի եւ որվա մեջ խորի։ Դա մահվան եւ ահեղ դատաստանի մասին է։ Ինչու պետք է մահվան մասին մարդը մտածի, սիրելիներս։ Եթե մենք մեր մահվան մասին մտածենք, մենք ամեն օր կաշխատենք ավելի լավ լինել։ Ինչպես որ Սիրայք իմաստության գրքի մեջ է ասում, հիշիր քո վախճանի օրը եւ մեղք չես գործի։ Ինչու, որովհետև մահը մինչև այսօր աշխարհում շատ հզոր թագավորներ է հաղթել։ Մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում հավաքել են, կուտակել են, ինչպես Դավիթ մարգարեն է ասում, մարդը զուր տեղը տագնապում է, տառապում է, գանձ է դիզում, չգիտի ում համար եւ ինչի համար։ Եվ մի պաստվերի պես երևում ու անհետանում է։ Ուրեմն նշանակում է, որ մենք ով էլ որ լինենք, ինչպիսին էլ որ լինենք, ամենաուժեղն էլ եթե այս աշխարհի մեջ լինենք, մեկ է մենք մահվան առջև տկար ենք եւ պիտի ծնկի իջնենք։ Եվ մահը բոլորին հաղթում է այս աշխարհի մեջ։ Բայց երբ որ դու ամեն օր խորհում ես, որ դու մահկանաց ես եւ քո ամեն օրը կարող է վերջինը լինել, դու աշխատում ես մեղքեր չգործել։ Եվ ինչպես Հովան Ոսկեբերյան հայրապետն է գեղեցիկ նկարագրում, ասում է, երբ որ դու պարում ես անկողնին, պատկերացրու, որ դա քո վերջին օրն է։ Պիտի ամեն բան զղջաս, մաքրվես, որպեսզի կարողանաս առավոտյան լույսը տեսնել։ Որը մահվան խորհրդի մեջ է, որ մարդը պետք է հիշի եւ հասկանա, որ այդ խորհրդի միջով անցնելով ինքը ամեն վարքյան կարող է Տիրոջ ներկայության առջև կանգնել։ Եվ երկրորդը դատաստանն է։ Տերը անպայման պիտի գա դատելու։ Տերն առաջին անգամ իբրև բժիշկ եկավ այս աշխարհ, որպեսզի հիվանդ մարդուն, մեղքով վիրավորված, մեղքով վարակված մարդուն բժշկի եւ առաջնորդի դեպի երկնքի արքայություն։ Բայց երկրորդ անգամ Տերը պիտի գա դատելու։ Եւ Տիրոջ դատաստանը նման չէ այս աշխարհի դատավորների դատին, որովհետեւ այս աշխարհի մեջ մարդիկ ապացույցներ են բերում դատավորի առջև, որպեսզի իրենց մեղքերից արդարանան։ Տերը ապացույցների կարիք չունի։ Տերը միակն է, որ գիտի մենք ինչ ենք խորում, ինչ ենք մտածում, ինչ ենք գործել եւ ինչ ենք արել մեր հոգու փրկության համար։ Երկրորդ, այս աշխարհի մեջ մարդիկ կարող են անգամ դատավորին կաշառել իրենց դատ իրենց օգտին շահելու համար։ Տերը ոչ միայն չի վերցնում այդ կաշառքը, այլև կաշառտավողին եւ վերցնողին միասին է դատում։ Ուրեմն ինչ էլ որ անես Տիրոջ առջև, դու չես կարող խուսափել։ Շատ հաճախ են մարդիկ ինձ պատասխան տալիս, ասելով որ դե Աստված ներող է, ինչ էլ որ լինի վերջին վարքյանին Տերը մեզ կների։ Չէ, այդպես չէ, սիրելիներ։ Տերը վերջին վարքյանին պիտի ասի կներեք, բայց ձեզ չեմ ճանաչել, որովհետև Տիրոջ դատաստանը, Տիրոջ դատը, որ պիտի տեղ ունենա մեր կյանքի մեջ, այլևս հնարավորություն չի տա, որովհետև այս ամբողջ մի կյանք մեզ տրված է եղել այդ դատաստանի ներկայանալու, արդարացման վճիռը ստանալու համար։ Եվ եթե դու չես պայքարել այդ վճիռը արդարության ստանալու, որպեսզի մուտք գործես երկնքի արքայություն, նշանակում է պիտի զրկվես հավիտենական կյանքից։ Տեսեք երկու պարզ իրականություն՝ մահ եւ դատաստան։ Եթե ամեն մարդ, երբ որ արթնանա, հասկանա, որ ինքը ամեն վարքյան կարող է հրավեր ստանալ Տիրոջ առջև կանգնելու համար, եւ այս մտածումի միջով խորի եւ անցնի, ինքը մեղքից հեռու կմնա, մեղք չի գործի եւ իր նմանին էլ մեղքի ճանապարհով կորստյան չի մատնի։